Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Մենք հնարավորություն ենք ունենալու եւս 3 զորակոչ, այսինքն ամառային զորակոչը, ձմեռային զորակոչը առաջիկա եւ հաջորդ ամառային զորակոչը պաշտպան հայրենիացի համար որպես ավելացման հնարավորություն, այսինքն մենք նաեւ մոտավոր հաշվարկ ունենք, հաշվի առնելով նախորդ տարիների տենդենսը, ինչ համալրում կունենանք արդեն այն ժամանակ, երբ որ հունվարի 1-ին զորակոչվողները կզորացվեն։ Եվ նաև սա հաշվի առնելով մենք տեսնում ենք, որ մեր հնարավորությունները մարդկային ռեսուրսի ավելացումը էապես ավելին է լինելու, քան 4225-ն է, որը դուք վկայակոչեցիք, նախկինում ես եմ վկայակոչել։ Այդ թվերը գաղտնի չեն, ես հրապարակել եմ, որովհետև թվերը գաղտնի չեն, անձամբ դրանով զբաղվել եմ, ինձ զեկուցել են, որ գաղտնի չի, դրա բերումով եմ հրապարակել։ Ինչ վերաբերում է զորակոչի թվերին եւ ընդհանրապես զինված ուժերի թվաքանակին, սրանք գաղտնի են, սրանց անդրադարձը կբերի նրան, որ մենք կբացահայտենք բանակի թվաքանակը, այսինքն փակ քննարկման ժամանակ կամ առանձին քննարկման ժամանակ մենք սրա մասին կարող ենք ձեզ հետ խոսել կամ յուրաքանչյուր պատգամավորի հետ, ով գաղտնիություն ունի, կարող ենք դրա մասին խոսել։ Ինչ վերաբերում է նրան, թե պայմանագրերի խզման կամ նոր պայմանագրերի արդյունքում բացի պաշտպան հայրենիաց ծրագրով քանի հոգի կա, ես վիճակագրությանը անդրադառնալով կարող եմ նույն 25 թվականի մասին խոսել, չնայած 24-ին էլ վստահ եմ, որ ունեցել ենք դրական սալտո, բայց 25-ին թվաքանակը 1000-ից ավելի է, այսինքն գնացողների եւ եկողների դրական բալանսը մոտավորապես 1300 է, բայց հստակ թիվը չասեմ, որովհետև 1000-ից ավելի պատասխանատու կլինի, այդ իսկ պատճառով նշեմ 1000-ից ավելի։ Այսինքն սա նույնպես գործոն է, որը ցույց է տալիս, որ մեր բարեփոխումների, մեր կատարած քայլերի արդյունքում գրավչությունը բանակում ծառայելու էապես մեծացել է ոչ միայն պաշտպան հայրենիաց ծրագրով, այլև քաղաքացիներ, ովքեր նախկինում զինված ուժերում ժամկետային ծառայությունից հետո հիմա ապրում են իրենց քաղաքացիական կյանքով, իրենց համար գրավիչ է զինվորական ծառայությունը, ինչը շատ ուրախալի փաստ է, վստահ եմ դուք էլ դրանով ուրախանաք ու մեր հանրության հիմնական հատվածը, ով պատկերացում ունի սրա մասին։ Շնորհակալ եմ։